վերջին 30 տարվա մեր կյանքի ամբողջ կոռուպցիան, իսկ մեր կյանքը վերջին 30-35 տարիների մեջ կոռուպցիոն բնույթ է ունեցել, արտահայտված է նաև եկեղեցում։ Չմանրամասնենք ինչով է դա արտահայտված եղել, միայն ասենք, որ սովետական իշխանության հակակրոնական կապանքներից ազատվելուց հետո մեր եկեղեցին եկեղեցական, աստվածաբանական, քրիստոսաբանական դիսպուտների մեջ չի եղել եւ մեր ժողովուրդին էլ դրա մեջ չի մտցրել։ Մնացել է որպես ծեսի, ծիսական արարողությունների կնունքի տաղումի եւ այլն արարողություն, հիշում եք մի քանի օր առաջ մի հոգեվորական մի երիտասարդի ուրեմն սպառնաց, որ եթե քո հարազատները մեռնեն, չենք թաղի մենք։ Այսինքն ծիսական կառույց է մնացել։ Այնինչ եկեղեցին, օրինակ տեսեք դուք նայեք լեհական, նույնիսկ ռուսական եկեղեցու վերջին տարիների, վերջին 30-40 տարիների գործունեությանը, դուք կապշեք այն լուսավորչական կրոնական, քրիստոսաբանական աշխատանքից, որը եկեղեցին անում է ժողովրդի համար, այսինքն մեկնաբանում է իր եկեղեցու դավանաբանությունը, քրիստոսաբանության հիմքերը, չխորանանք, հազարավոր այդտեղ բաներ կան։